Մի մարդ, որ 3 անգամ սենց ափաշքարա, ոնց որ ժողովուրդը ասում է, ափաշքարա ձևով բոլորիս խափում է, մեզ gaslighting է անում, գիպնոզի տակ է պահում, որ մենք մեզ չհավատանք, մեր տեսածին չհավատանք։ Վաղը նա ձեզ է հանձնելու, սյունիքցիներ, Սյունիքի բնակչություն, լավ լսեք, Տիգրան հանձնել է արդեն։ Այս Սյունիքն է, չէ՞, վերևից ներքև։ Ներքևը մենք արդեն Իրանի հետ մեր սահմանը հանձնել ենք, ամերիկացիների ձեռնալինելու, դրանից հետո թուրքերն են վերցնելու, կողքը կանգնած են, Թրամփի սպասում են, երբ հայրանց ձեռնարկնելու։ Ստեղից կտրել է Իրանից, ստեղից էլ Տիգրանաշենն է տալու։ Երկու կողմից կտրվելու է Սյունիքը։ Այսենց Ադրբեջանը վերցնելու է իր ձեռքը, երբ որ այդ 100,000-ավոր մարդիկ կան, միթե դժվար է սա հասկանալ։ Այս մարդը, որ սենց գորգորում է, դուք հիշեք, քանի անգամ անա խափել, այդ նույն ձայնով ձեզ կխափի եւ այս գիպնոզից դուրս եկեք, հմեկը անջատեք։ Նա ուղակի տեսավ եւ իր արևմտյան խորհրդատուները տեսան, թե ինչ ուժ կարող է ունենալ քարոզչությունը։ Քարոզչությունը ինչ հրաշք կարող է անել մի ժողովուրդ, որը պայքարում էր հայրենակիցների համար 12,000 կյանք տվեց, զարթնում է, ասում է Ղարաբաղցիները մեր թշնամիներն են, բոլոր չարիքները իրանցից ա եղել։ Տեսեք, թե ինչ ուժ ունեցավ իր քարոզչական մեքենան։ Գեբելսը, ասել եմ, Հիտլերի հետ աշխատող Գեբելսը, նրանց քարոզչության շեֆը, ղալաթ է արել այս թիմի մոտ։ Նրանք գոնե դավաճան չէին, նրանք ֆաշիստ էին, սատանիստ էին, բայց գոնե գերմանացուն չէր դավաճանում, ասում էր ուրիշ գերմանացիից պետքա մենք հրաժարվենք, նրանք թողեն մեր ուզին։ Այնտեղ տենց բան չկար։ Գեբելսը ղալաթ արել սրանց քարոզչական մեքենայի եւ սրանց այս gaslighting-ի եւ գիպնոզի դեմ։ Հիշեք, քանի անգամ է այս մարդը ձեզ խափել։ Եվ պատկերացրեք, որ 18 թվականին նա դուրս գար բեմ եւ ասեր. Ղարաբաղը մերը չի, Մեղրին մերը չի, պետքա հանձնենք, անգլավները պետքա վերադարձնենք, Արարատը հանում ենք մեր բանի զինանշանից եւ մեր անձնագրերից, ցեղասպանության մասին էլ չենք խոսում եւ պատմական Հայաստան չենք խոսում, չենք հիշում, չկա արևմտյան Հայաստան։ Դուք պատկերացրեք ինչ են անելու, ինչ կանեին իր հետ։ Ես այդ օրինակը շատ անգամ բերել եմ, մի հատ հիշեք ու հասկացեք, թե այն օրվանից, երբ որ թիթիզի պես բոլորը դուրս եկանք 18 թվականի ապրիլին, ոնց որ մարդիկ ասում են ոտս կոտրվեց չդուրս գա։ Այն օրվանից մինչև այսօր 8 տարի մեզ կամած էփում էին։ Կամած այդ գիպնոզի եւ գասլայթինգի էին ենթարկում մենք, որ մենք մեր աչքերին չհավատանք, մեր տեսածին չհավատանք, մեր տղաներին չհիշենք, թե ոնց ենք ապրել մինչև սրա գալը։ Այդ բոլոր թերությունների հետ անդերձ ինչ Հայաստան մենք ունենք այն ժամանակ ու ինչ Հայաստան ունենք հիմա։ Հիշեք դա, որտեվ այս մարդը ամեն օր փորձելու է ձեզ խափել։ Նա 3 շաբաթ ունի, որ ամեն օր գորգորա ձեզ համոզի, որ դուք ձեր աչքերին չհավատաք, ձեր տեսածին չհավատաք։ Հիշեք, քանի անգամ է նա խափել եւ վաղը նա խափելու է ձեզ։